Պատասխանում եմ մյուս ամենահաճախ տրվող հարցին, ինչպես գրանցել նորեկ։ Մտնում ենք Faberlic-ի մեր edge-ը, մեր login parole-ով անպայման սխմում ենք աչի վրա մարդուկին, գրում ենք մեր login parole-ը, անպայման մտնում ենք մեր login parole-ը, որտեղ եթե դուք ձեր կաբինետով չանեք գրանցումը, դուք ֆակտիչեսկի այդ նորեկին կգրանցեք ուրիշ մարդու անվան տակ, ուստի միշտ գրանցելուց ուշադիր եղեք, որ մարդուկի վրա սխմեք, դուք լինեք ձեր կաբինետում։ Մտանք կաբինետ եւ մտնում ենք գրանցում, տեսեք աչի վրա, մարդուկի վրա մտնում ենք գրանցում, всё, գրանցում, աչի վրա մարդուկը գրանցում, այստեղ նաեւ sense նշան կա, տեսեք ռեգիստրացիա մարդուկ պլյուս, ու երբ որ մտանք արդեն ռեգիստրացիա, չէ, իջնում ենք ներքև, կստати ինչա ռուսերեն, մենք դնենք հայերեն, իջնում ենք ներքև ու մեզ հարկավոր է լրացնել այս սաղ բաժինները միջև վերջ եւ սեղմել պահպանել 2 անգամ։ Ինչի 2 անգամ, որովհետեւ մի անգամ լրացնում ենք, սեղմում ենք պահպանել, ֆիրման չի պահպանում։ Բերում է տվյալները ստուգման, այ երկրորդ անգամ որ պահպանում ենք, մեզ կոդ է հարցնում, այսինքն կոդը գնաց նորեկին ու այդ կոդը մեզ հարցնում է։ Մենակ այդ դեպքում, եթե ձեզ ֆիրման կոդը հարցնում, դուք կարող եք վստահ լինել, որ դուք նորեկին գրանցել եք, ուստի չմոռանաք։ Պետք է պահպանել 2 անգամ։ Առաջինը լրացնում ենք ու ստուգում ենք։ Հիմա ես այստեղ չեմ լրացնելու, որովհետև հիմա այս նորեկ չեմ գրանցում, այսինքն ունեմ գրանցել, ուղղակի ուզում այստեղ մի քանի բան բացատրեմ, որ դուք ուշադիր լինեք, ինչին դուք պետք է ուշադիր դարձնեք, որպեսզի ճիշտ գնա գրանցումը։ Ես հիմա ասելու եմ այն սխալները, որոնք մարդիկ անում են, որը դուք աշխատեք չանեք, այդքան բան։ Եթե դուք հիմա ուշադիր լսեք ու անեք, ոնց որ ես ասում եմ, ձեր գրանցումը չոտկի լինելու է։ Առաջինը, խորհրդատուի համարը, այս դաշտերն ենք հիմա, միասին նայում ենք, բոլոր դաշտերը։ Խորհրդատուի համարը ձեր լոգինն է։ Եթե ձեր անվան տակ է գրանցվում, ձեր լոգինն է։ Կարեք ջնջեք, գրեք ուրիշի լոգինը, կգնա այդ ուրիշ մարդու անվան տակ գրանցումը։ Դա նորմալ է, լինում է։ Ես օրինակ շատ հաճախ իմ գործընկերոջ անվան տակ գրանցում եմ անում։ Так, ազգանունը, գրում ենք մարդու ազգանունը։ Մենք լրացնելու ենք, ուշադիր եղեք, միայն աստղանիշով, կարմիր աստղանիշով դաշտերը, ազգանունը։ Եթե մարդը հայ է, Հայաստանում ապրում, ուրեմն ազգանունը հայերեն։ Անունը նույնպես հայերեն։ Всё, գնացինք։ Ծննդյան ամիս ամսաթիվը։ Ծննդյան ամիս ամսաթիվը սխմում ենք եւ ընտրելու ենք։ Ծննդյան ամիս ամսաթիվը պետք է ընտրել։ Գրում ենք։ Օրինակ, սխմեցինք հունիսի վրա, ասենք ծնվել է մարդը հոկտեմբերի, սխմեցինք հոկտեմբեր, երկրորդը ընտրում ենք տարին, ասենք ծնվել է հոկտեմբերին 91 թվականի, ընտրեցինք 91 թվականը եւ ծնվել է հոկտեմբերի 10-ին։ Վերջ, հոկտեմբերը ընտրեցինք, 91 թիվ ընտրեցինք, մնաց 10-ը, սեղմում ենք մատով 10-ի վրա։ Վերջ, ընտրվեց, գրվեց, ֆիքսվեց։ Կարելի է նաեւ ջնջել է սաղ ու նորից անել կամ գրել, բայց այստեղ մի հատ հարց է, օրինակ իմ iPhone-ն է եւ iPhone-ը այստեղ կետիկ չունի, ես չգիտեմ ոնց կետիկ դնեմ, այսինքն ես չեմ կարող դնել 10, հետո պիտի դնեմ նորից կետ, չէ, նորից 10, իսկ իմը չկա, կետ չկա, ես չգիտեմ ոնց դնեմ կետ։ Դրա համար ես ովքեր որ iPhone-ով են անում, պետք է հաստատ ընտրեն, գրելու ձև չկա։ Ընտրում ենք ամիսը, տարին ընտրեցինք եւ օրը ընտրեցինք, всё ֆիքսվեց։ Սեռը պարտադիր ընտրում ենք, ասենք իգական, արական, որը որ աստղանիշը անում ենք։ Բջջային հեռախոսը սեղմեցինք, ընտրում ենք, ասենք Հայաստան, ու գրում ենք համարը առանց 0-ի, այսինքն 0.98 չեն գրում, սենց սխալ է լինելու, չի գնալու իրան լոգին parole-ը, չի գնա SMS-ով։ Առանց 0-ի 98 եւ համարը հավաքեցինք, всё։ Շատ հավաքեցի, սրանք ձևական գրանցումներ։ Մի խոսքով համարը առանց 0-ի են գրում, լեզուն հայերեն ենք ընտրում, այստեղ ոչ մի բանի ձեռ չենք տալիս, բայց պետք է ուշադիր լինել։ Տեսեք գրած է ծանուցումներ ստանալու ցանկալի ժամանակը, այսի եթե ժամը 9-ից 9 չի ձեր գրանցումը, պետք է ջնջել, այսինքն գիշերվա 12-ին եթե գրանցում եք անում, այս ժամային սահմանափակումը պետք է հանեք, այլապես այդ մարդուն էլի չի գնա լոգին parole, եթե դուք ժամը առավոտվա 9-ից շուտ եք անում գրանցում, էլի պետք է ջնջեք։ Այդ ժամային սահմանափակումը, всё։ Այստեղ տեսեք ոչ մի աստղանիշ չկա, ուրեմն չենք լրացնում, իջանք։ Հասցեն ընտրում ենք։ Հեսա տեսեք։
նորից ցույց տամ, սեղմ ենք հասցեի վրա, ինքը սենց բան է բացում, սովորաբար տակն է, մի քիչ ներքև կարա գնացած լինի, ուշադիր կլինեք։ Եվ ասում եմ, մուտքագրեք քաղաքի կամ բնակավայրի անունը, սեղմում եք, եթե Հայաստանում ասենք Վեդիում է մարդ ապրում, գրեցինք Վեդի, բերեց Վեդին, սեղմեցինք ու սեղմեցինք ընտրել, վերջ, ֆիքսվեց, տեսեք, հասցեները Հայաստան, Արարատ, Վեդի, քաղաքը ստե գրում ենք։ Եթե Ռուսաստանում է ռուսերենով ենք գրում, այսինքն, ասենք օրինակ գրում ենք քաղաք, ինչ մի հատ քաղաք, ասենք գրում ենք լավ Մոսկվա, լավ գրում ենք Վորոնեժ, գրեցինք, Վորոնեժ, բերեց, 2 վարիանտ չէ, 3, 4 վարիանտներ է բերում, որտեղ ոնց որ տարբեր Վորոնեժսկի կրայ, եսիմինչ, ինքը Վորոնեժ բառով է բերել։ Դրա համար ես ընտրում եմ գորոդ Վորոնեժ, Վորոնեժսկայա օբլաստ, Ռուսաստան։ Սխմեցի վրան, վերջ, ու արեցի ընտրել։ Всё, ընտրվեց Ռուսաստանում տվյալ քաղաքը։ Եթե ինքը Ռուսաստանում ապրում, բարձ է հեռախոսը ստեղ կարող ենք ու պետք է ընտրենք Ռուսաստան, չէ, Ռուսաստան։ Եվ եթե ընտրեցինք օրինակ Ռուսաստանը, օրինակ ռուսները շատ հաճախ Ռուսաստաննա բնակները շատ հաճախ իրենց համարի դիմաց 8 են ասում, ասենք կարող ասեն 8 916 եւ ինչ որ մի հատ համար։ Միշտ հիշեք 8-ը ավել են ասում, 8-ը պետքա ջնջել, այս 8-ը որ գրեք չի լինի, պետք է 8-ը դեմի ջնջել։ Ամբողջ համարը առանց 8-ի ենք գրում վերջ, այս հենցա լինելու համարը առանց 8-ի։ Հայերը իրենց համարը 0-ով են ասում, ռուսները ասում են 8-ով իրենց համարը, այդ նույն 0-ն է, էլի։ Դրա համար էդի պետք է ստեղ չլինի, պետք է համարը լինի երկրի կոդը ու համարը միանգամից առանց հավելյալ կոդերի։ Տեսեք, իջա ներքև, հա, արդեն։ Այստեղ ոչ մի լրացնելու բան չկա, մենակ հասցեն ենք այստեղ գրում եւ տունը։ Տունը ես գրում եմ 1 2 3, ինքը էական չի, вообще էական չի, տունը դրա համար ես գրում եմ 1 2 3։ Եվ ծածկանունը գրում եք ձեր անունը, ասենք օրինակ Արմինը, վերջ։ Եվ սեղմում ենք պահպանել։ Երբ որ սեղմում ենք պահպանել, ինքը մեզ բերում է, եկեք սեղմում ենք տենանք կթողի պահպանել, թողեց։ Իրան դուր եկավ իմ գրանցած ֆայլ կոնսուլտանտը։ Так, հիմա տեսեք, սեղմեցի պահպանել, ինքը ասում է ստուգի տվյալները, տեսեք, ստուգի տվյալները, ասում է ստուգի նոր հաստատիստ, եթե հիմա սեղմեմ պահպանել, տվյալ մարդը կգրանցվի իմ ստրուկտուրայում, այսինքն 2 անգամ ենք սեղմելու պահպանել, դա հիշեցիք, հիմա, եթե դուք մարդուն գրանց, իհարկե չեմ պահպանի սա, եթե դուք մարդուն արդեն գրանցել եք, ոնց նայեք ինքը ձեր թիմում կա, թե չէ, ոնց նայեք իրան միավորները, եթե դուք գրանցում եք իրան, չէ որ իրան միավորները, եթե ինքը զակազում գալիս է ձեր միավորների մեջ երևում է, նայեք, իմ կառույցը բաժինն է, որ մտնում ենք, այսինքն մեր գրանցած մարդիկ երևում են իմ կառույցը բաժնում, Եվ այստեղ ցույց է տալիս, օրինակ տեսեք իմ մոտ ցույց է տալի անձնական խմբի չվճարած պատվերների միավորները 2900 միավոր կա չվճարած, այսինքն մարդիկ 2900 միավորի զակազը նարել, բայց դեռ չեն վճարել։ Իսկ ինչքանն են վճարել, քանի որ ես տնորեն եմ, իմ մոտ այստեղ ցույց չի տալի վճարածները, բայց եթե դուք դեռ տնորեն չեք, այստեղ ցույց է տալու ձեր մոտ համ վճարածները, համ չվճարածները, իմ մոտ ուրիշ տեղ է ցույց տալի։ Ես պետք է մտնեմ անձնական էջ ու անձնական էջում իջնեմ ներքև, իմ մոտ այստեղ ցույց է տալիս վճարած բալերը, տեսեք իմ մոտ ցույց է տալի 5718 բալ վճարած թիմային, ԱԾ անձնական բալերը 0, ես հələ զակազ չեմ արել, այսինքն արել եմ, հələ չեմ վճարել, դրա համար իմ մոտ 0 բալ է ցույց տալիս, բայց իմ թիմը արդեն 5700 բալ արել է, վճարել է։ Հիմա ոնց նայենք գրանցված մարդուն, մտնում ենք իմ կառույցը, իհարկե գրանցելուց անմիջապես հետո կարող է չերևա, մի քանի րոպեից հետո կերևա։ Մտնում ենք իմ կառույցը, մտնում ենք մանրամասն ակնարկ ըստ կառույցի բոլոր խոր հերթատուների Եվ այստեղ աչոտի տեսակա, տեսեք երեխեք, զեկույցի տեսակը գրած առաջի գիծ, այսինքն իմ անվան տակ գրանցած մարդիկ են, բայց եթե ես դնեմ ամբողջ կառույցը, ցույց կտա բոլորին, դրա համար դուք ուշադիր եղեք այս հաշվետվության, այս տեսակին, եթե դուք դնեք ամբողջ կառույցը, ցույց կտա նաև այն մարդկանց, ում գրանցել են ձեր կոնսուլտանտները, ձեր գործընկերները, բայց եթե ուզում եք տնակ դուք ում եք գրանցել, ուրեմն թողում եք առաջի գիծ
Երբ որ գնաք իմ մոտ շատ կան գրանցված մարդիկ, եթե գնամ ամենավերջը, տեսեք, այս վերջի երկու սլաքով գնացի ես ամենավերջը, 19 էջ է իմ մոտ բերում։ Այստեղ իմ մոտ ցույց է տալիս իմ գրանցած մարդիկ, ում որ ես եմ գրանցել։ Եվ ցույց է տալիս իրանց բալերը, ես կարամ նայեմ ստե ով ինչ բալ է արել, նորա կատալոգը սկսելու ոչ մեկ բալ չունի։ Ցույց է տալիս տեղով ինչ բալ է արել, ցույց է տալի չվճարած, տեսեք, ցույց է տալի միավորները չվճարած պատվերներում։ Այսինքն եթե ինչ-որ մեկը պատվեր այլ է, բայց չի վճարի, մոտ ըստե ցույց է տալու չվճարած։ Իսկ ըստե ԱՑ ցույց է տալու վճարած միավորները, այսինքն ստեղ սաղ ցույց է տալի։ Այստեղ նաև sense նշան է կլորակով կապույտ ամեն մեկի դիմացը, որ սխմում եմ, իր անձնական տվյալներն եմ տեսնում։ Այդպես, այստեղ սլաքի նշանա, որ սխմում եմ, այս սլաքի նշանի մեջ տեսնում եմ իր ստրուկտուրան, թե ինքը ում է գրանցել, այսինքն ինքը բավականին մեծ աչոտ է, այդքան չի ուզում այսօր խորանա այստեղ, բայց ամեն դեպքում լավ է, որ տեսակ ինչպես գրանցել, ինչպես նայել ձեր բալերը, ինչպես նայել ձեր գրանցած մարդկանց բալերը, մի խոսքով